Սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ես Արտիշոպի հովոն եմ, հպարտ եմ, որ հայ եմ ու մեջքիս պահում եմ մեր սուրբ դրոշը։ Անսահման սիրում եմ իմ Աստծուն ու հայրենիքս։ 1 տարի առաջ այս օրը ես ներկայացա ձեզ իմ դեմքով, բայց այսօր կներկայանամ հոգովս։ Խոսում եմ հայի հավաքական անձի հետ, որը ձևավորված է աշխարհով սփռված հայությունով։ Քույրեր եւ եղբայրներ, լինելով ձեզանից մեկը կոչ եմ անում ձևավորել հայի այնպիսի հավաքական կերպար, որ աշխարհին կներկայանա իր ամբողջ հզորությամբ, հաստատակամ հոգով, ամուր կամքով եւ մտքի այնպիսի ճկունությամբ, որը մութը նույնիսկ կվերածի լուսավոր ճանապարհի։ Այս ամենը հնարավոր է միայն Հայր Աստծու օրհնությամբ։ Կարդում եմ Երեմիա 31:33-ը, բայց ընկալելով իմ հոգով ազգիս վերաբերական։ Այլ այս է անում այն ուխտը, որ պիտի կապեմ Հայաստանի տան հետ։ Այն օրերից հետո ասում է Տերը, իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում, նրանց սրտի վրա պիտի գրեմ այն եւ ես պիտի լինեմ նրանց Աստված եւ նրանք պիտի լինեն ինձ համար ժողովուրդ։ Իսկ դեպի Հայր Աստծուն տանող միակ ճշմարիտ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Ուստի Հիսուսի անունով մերժում եմ ազգիցս խռովությունը, մերժում եմ վախկոտությունը, մերժում եմ կեղծավորությունը, մերժում եմ դավաճանությունը եւ այն ամենը, ինչը կփորձի մասնատել ազգիս։ Եվ այսուհետ Հիսուսի անունով մենք կլինենք ել ավելի միասնական, կլինենք ել ավելի հզոր եւ Հիսուսի անունով կլինենք ել ավելի զորավոր։ Եկեք ապրենք առաջի քրիստոնյա ազգին վայել։ Հիսուսի անունով թող օրհնյալ լինի մեր ազգը մինչեւ աշխարհի վերջը։ Ես գիտեմ, որ Գյումրին դեպով քաղաք է, Գյումրին հայրաքաղաք է։ Տեղի կունենա մեր մեծ հավաքը, բոլորիդ հրավիրում ենք և մեծ պատիվ կլինի ձեզ բոլորիդ տեսնել Գյումրի Վարդանանց հրապարակում Ես սպասելու եմ ձեզ։ Երեկոյան ժամը 8-ին, միևնույն ժամանակ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք, որ 2026 թվականի Մայրիկին բարևում եմ։ Եվ դեր կանգնենք խաղաղությանը, գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում Ժողով ենք։ սպասում եմ բոլորիդ այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 8-ին, իսկ հիմա կարող միանաք մեր քայլերթին, Ապագային որովհետև Հայաստանի Հանրապետությանը տեր է։ Երևանի, Հայաստանի Հանրապետությանը, հարկ նահատակների և կեցկե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրելի գյումրեցիներ, մենք այսօր ամբողջ օրը անցկացնելու ենք Գյումրիով, քայլերթով։ Միած ես կարևոր բան եմ ուզում ասել։ Մայրաքաղաքը վաղուց հաղթահարել է վախի մթնոլորտը։ Հայրաքաղաք, զգում եմ ինչ-որ վախի մթնոլորտ կա։ Այդ հարցը ուզում եմ տամ ձեզ բոլորիդ։ Կա վախի մթնոլորտ։ Միացեք մեզ ամբողջ օրը լինելու ենք Գյումրիում, վախի մթնոլորտ այլևս Հայաստանի Հանրապետությունում պիտի չլինի։ Մենք մերժել ենք 18 թվականից, շարունակում ենք մերժել, իսկ հիմա մեր քայլն ենք անում։ Ես սատարում եմ 16-ին։ Ուրեմն 2026-ին ընտրում ենք 16-ին, իսկ հիմա ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալ այս գերհզոր քայլերթին։ Ինչ վայել է ժամը 4-ն է։ Ողջունում եմ, շնորհակալ եմ։ Ողջույն, սիրելի ախորյանցիներ։ Այս հենց ամենուր եք դիմավորում են նույն ձևով։ Ով կասի, որ 16-ը չի անցնելու։ 2026-ին, մենակ 16-ին։ Ազգը, այսպես միասնական դիմավորում է մեր շոփետին։ Ասա, ժան։ Այսպես լեփլեցուն է պահոցները, ժողովուրդ կան։ Հիմա հաստատված է խաղաղություն եւ մեր խաղաղությունը 9 ամսական է եւ մեր 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման բոլորի ուրախացնում է, ինչպես 9 ամսական երեխան է ամեն տանը, որտեղ այդպիսի երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր եւ ամենասիրելի անդամը, այնպես էլ մեր խաղաղությունը ամենասիրելի։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ընտրողներին փորձում են ավելի շատ խաբել։ Բայց հաշվի չեն առնում մի կարևոր հանգամանք, որ ընտրողները որպես կանոն
խափողներից ավելի խելացի են եւ ամեն ինչ շատ լավ գիտեն։ Ու հիմա երբ Ռուսաստանի այս կամ այն մարմինը որոշում է կայացնում գյուղատնտեսական ապրանքների ներկրումը սահմանափակել կամ արգելել, որոշ քաղաքական ուժեր չեն թաքցնում իրենց ուրախությունը, հրճվում են, ուրախանում են, մտածելով, որ այդ դեպքում մի քանի ավել ձայն կստանան։ Ընկերներ, դուք մի քանի անգամ ավելի պակաս ձայն կստանաք, եթե շարունակեք ամեն ինչ անել, որ Հայաստանի համար վատ լինի։ Շատ շուտով բոլոր հարցերն կկարգավորվեն Ռուսաստանի հետ, եւ դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ հայտնվելու եք, դա անհրաժեշտություն է։ Բայց մի արեք այդպիսի բաներ, որ ձեր ուրախությունը թաքցրեք, մի արտահայտեք։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք, երբ ձեզ դիտողություն են անում, ասում են մի արեք այդպես, տգեղ է, չի կարելի ուրախանալ, երբ որ քո երկրի համար վատ է լինում, դուք սկսում եք անձնական վիրավորանքներ հասցնել։ Հասցրեք, դա է ձեր մակարդակը։ Ես տխրում եմ միայն ձեզ համար, որ դուք այդ մակարդակի եք ու քաղաքական հավակնություններ ունենում եք։ Հունիսի 7-ից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, դուք էլ ձեր տեղը կընկնեք ու ձեզ նորից եմ ասում, երբ որ ինձ վիրավորում եք, մի քիչ ավելի երկար մտածեք վիրավորելուց առաջ։ Եվ երբ որ անդադ ասում եք, ռեժիմը խոճապի մեջ է, չգիտեմ, վերջին օրերն են ապրում, դուք ձեզ տնում եք ծիծաղելի վիճակի մեջ, դուրս եկեք, քայլեք փողոցում, գնացեք գյուղեր, քաղաքներ ու հարցրեք ժողովուրդը ձեր մասին ինչ է մտածում։ Հետո նոր սկսեք հայոյել, ուրախանալ եւ այլն։ Մի արեք այդպես։ Ու ձեզ ես չեմ պատասխանելու։ Շարունակեք վիրավորել ինչքան ուզում եք, բայց ինչքան վիրավորեք, այնքան ձեզ համար ավելի վատ է լինելու։ Լավ եղեք։ Սամոզվանեցը մեկ օր է անոնս է անում, իբր ճակատագրական հայտարարություն է անելու սենսացիոն, բայց ի վերջո արեց այն հայտարարությունը, որը որ մեկ ամիս է գովազդի տակ միլիոններ են ծախսում, որ ձեզ մանիպուլացնեն։ Այսինքն դիտելիության խնդիր ունի, սենսացիոն վերնագիր է դնում, որ դիտում ունենա։ Զգացել եք մեկ էլ, որ Սամոզվանեց Սամոն ոնց է հրճվում, երբ իրեն վարչապետ են ասում, ոնց որ երեխային կոնֆետ ցույց տաս։ Դու ամենալավն ես, վարչապետ ջան։